22 տարի անց Լոնդոնը ցնցվեց։ Արսենալը չեմպիոն դարձավ։ Տոտենհեմը մնում է Պրեմիեր լիգայում։ Իտալական գրանտերը այդպես էլ չեն կարողանում գտնել անդունդի հատակն ու իջնում եւ իջնում են անընդհատ։ Ունայ Էմերին սեփականաշնորհել է Եվրոպա լիգան, ինչպես է դա հնարավոր։ Անդրես Ինիեստան վերադառնում է ֆուտբոլում ինտելեկտի պակասը լրացնելու, որ թիմը գլխավորին է։ Բարսան չեմպիոնություններ տոնում, իսկ Յամալը կրկին աղջիկ-մաղջիկ է ֆրցնում։ Նեյմարի մուրազը կրկին ռիսկի տակ է։ Ինչ պատահեց այս անգամ բրազիլացու։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ այսքան բանի հետ մի բան էլ շաբաթվա թիմ ենք հավաքել ձեզ համար։ Հա, ու մեր Գլոբի համար մի հատ լայք դրեք։ Այս անգամ մեր թիմի դարպասը կպաշտպանի է Մայք Մենյանը։ Ֆրանսիացին շարունակում է բարձր մակարդակ ցույց տալ, ինչը չես կարող ասել նրա խաղանկերների մասին։ Իհարկե, նրանց հակահերոսության մասին դեռ կխոսենք։ Պարզապես հիմա ասեմ, որ Մայքը կաշվից դուրս էր գալիս, որ կարմրասև զեբրերը վերջնականապես խայտարակ չլինեն։ 9 սեյվ Կալյարի դեմ խաղում։ Մի թիմը, որը իր հարցերը վաղուց արդեն լուծել է, մրցաշարային աղյուսակի երկրորդ տասնյակում հանգիստ լրված է ու պատրաստվում է մյուս մրցաշրջանին։ Արդյոք պետքա որ Մենյանը մնա Միլանում։ Պաշտպանության աչից կխաղա Դանի Կարվախալը։ Ատլետիկի դեմ խաղը իսպանացու վերջինն էր արաքայական թիմի կազմում ու նա ամեն ինչ արեց, որպեսզի լավ տպավորություն թողնի իր խաղանկերների եւ երկրպագուների աչքում։ Իր գոտին ինչպես միշտ շատ լավ փակեց եւ միանում էր գրողներին, ինչպես այն լավ հին ժամանակներում։ Նրա հրաժեշտի մասին դեռ կխոսենք։ Պաշտպանության կենտրոնից կխաղա Դայո Ուպամեկանոնը, որը հրաշալի հանդիպում անցկացրեց Շտուտգարտի դեմ խաղում։ Գերմանիայի գավաթի եզրափակչում մեր պաշտպանը Բավարիայի պաշտպանության գիծը ուղակի ցեմենտել էր։ Նա հաղթում էր բոլոր մենապայքարները եւ ահռելի ներդրում ունեցավ իր թիմի 4 հաղթանակի հարցում։ Ուպամեկանոն ընդհանրապես մեկ-մեկ աչքի է ընկնում կոպիտ սխալներով, բայց ընդհանուր առմամբ նա գերվստահելի պաշտպան է ու Բավարիայի համար գտածոպ։ Նրա կողքին կգործի Վալդեմար Անտոնը։ Գերմանացի պաշտպանը շարունակում է հրաշալի ելույթներ ունենալ Դորտմունդի Բորուսիայի կազմում։ Բրեմենի Վերդերի դեմ խաղումը մեր պաշտպանը շատ լավ էր հսկում գոտին։ 5 սահանկումների, հաղթած մենապայքարների ու մաքուր խաղի շնորհիվ Բորուսիան կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։ Մեղուները հաղթեցին 2-0 հաշվով եւ կրկին երկրորդն են Գերմանիայում, ինչ որ բան հուշում է, որ մյուս մրցաշրջանում նրանք նույնպես բոմբելու են։ Պաշտպանության ձախից կգործի Դեստինի Ուդոգին։ Տոտենհեմ Էվերթոն խաղը շատ բարդ դասավորվեց սպիտակ լոնդոնցիների համար։ Այս խաղը շատ կարևոր էր, որոշվում էր թե ով է մնալու Պրեմիեր լիգայում, իսկ ով է թռնելու այնտեղից։ Տոտենհեմի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցավ հենց Ուդոգին եւ նրա փայլուն պաշտպանության անսխալ փոխանցումների շնորհիվ Տոտենհեմը կարողացավ 4 խաղ անցկացնել եւ հաղթել Էվերթոնին 1-0 հաշվով։ Լոնդոնը ընդհանրապես շատ բան տեսավ վերջին 1 շաբաթում, թե լաց, թե ուրախություն։ Կիսապաշտպանության ձախից կգործի Պատրիկ Դորգուն Մանչեսթեր Յունայթեդից։ Յունայթեդ Բրայթոն խաղում 21-ամյա դանիացի ֆուտբոլիստը շատ արագ էր կողմնորոշվում դաշտում։ Դրա շնորհիվ նա կարողացավ եւ գոլի, եւ գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Արդյունքում մանկունյացիները հաղթեցին 3-0 հաշվով եւ շարունակում են անպարտելիության շարքը։ Յունայթեդը հրաշալի տեսք ունի, այնպես որ Էմպերչոտին ասեք, որ պատրաստվի մի 3 ամսից մազերը կկտրի։ Կիսապաշտպանության կենտրոնից հանդես կգա Ուեսլի Սայդը։ Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին տուրի Լիոն Լանս խաղում որոշվեց երկրորդ հորիզոնականը եւ այն գրավեց Լանսը հաղթելով Լիոնին 4-0 հաշվով։ Սայդը այդ հաղթանակում շատ մեծ ներդրում ունեցավ իր 2 գեղեցիկ գոլերով։ Փոխարինման էր մտել նաեւ գավաթային եզրափակչում, որտեղ Նիսին Լանսը հաղթեց 3-1 հաշվով։ Հրաշալի մրցաշրջան ֆրանսիական այս համեստ ակումբի համար։ Կիսապաշտպանության աչից հանդես կգա
Պաբլո Ֆորնալսը։ Բետիս Լևանտե խաղը շատ կարևոր էր երկու թիմերի համար։ Բետիսի համար խաղասեղանին դրված էր Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, իսկ Լևանտեն պայքարում էր տեղը պահել Լա լիգայում։ Այս վճռական խաղում Բետիսը կարողացավ 2-1 հաշվով հաղթանակ տանել։ Ֆորնալսը դարձավ հաղթական գոլի հեղինակը, բացի դա նա իսկապես լավագույնն էր դաշտում եւ արժանիորեն ստացավ իր մրցանակը։ Լևանտեն չնայած պարտությանը մնաց Լա լիգայում մրցակիցների անհաջող ելույթների պատճառով, իսկ Բետիսն ու Անտոնին գնում են չլ։ Հարցակման աջ եզրից կգործի Պաուլո Դիբալան։ Արգենտինացին Ռոմայում կրկին վերգտնում է իրեն վնասվածքից հետո ու կարծես կարիերայի ռեստարտ ապրում։ Ռոմա Վերոնա խաղում Դիբալան ուղակի անկրկնելի էր, չնայած նա միտված է ավելի շատ հարցակմանը, բայց գրողների կազմակերպման գործում նրա հավասարը շատ քչերը կարող են լինել։ Այդ խաղում էլ նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Արդյունքում Ռոման հաղթեց եւ տեղը ապահովեց դա կասեմ հերոսների բաժնում։ Միայն ասեմ, որ հռոմեական թիմը կարելի է ասել չակերտների մեջ իտալական հրաշքի կերտողներից էր։ Աչից կգործի Անգլիայի չեմպիոն Նոնի Մադուեկեն։ Նա ուղղակի փայլեց Arsenal Crystal Palace Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում։ Նա խփեց հաղթական գոլը եւ Arsenal-ը հաղթեց 2-1 հաշվով ու բարձր տրամադրությամբ բարձրացրեց Անգլիայի չեմպիոնի գավաթը։ Մադուեկեն ոչ միայն այս խաղում, այլ նաև Լոնդոնի կարմիր հատված տեղափոխվելուց հետո կարծես թե բացվել է ու Արտետան գտել է այն բանալին, որով այս ֆուտբոլիստին կարող է խաղացնել եւ նա իսկապես Արսենալի չեմպիոնության մեջ բերեց իր լուման եւ արժանիորեն կրում է այդ մեդալը։ Իսկ կենտրոնում տեղազբաղեցնում Այոսե Պերեսը։ Վիլյարեալը ուղղակի չնկատելով Ատլետիկոին հաղթեց 5-1 հաշվով, ամրապնդվելով Լա լիգայի 3-րդ հորիզոնականում։ Այս խաղի գլխավոր հերոսը իհարկե Պերեսն էր իր 2 գոլերով եւ 1 գոլային փոխանցմամբ։ Արդյունքում դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստն ու տեղը ապահովեց հիմնական կազմում ամիսներ առաջ։ Մեծ հաշվով այս խաղը ոչինչ չէր որոշում, միայն Վիլյարեալը կարողացավ բրոնզե մեդալները վերցնել եւ ապացուցել, որ նրանք կրկին լավագույնների շարքում են ու մյուս մրցաշրջանում կրկին Չեմպիոնների լիգայում են գուցե հասնեն կիսաեզրափակիչ։ Այս անգամ չենք խնդրում ձեզ առաջարկել մարզիչ, որովհետև արդեն ունենք եւ դա իհարկե Միկել Արտետան է իր հաստատակամության եւ նպատակին առանց կանգնելու եւ կասկածելու գնալու համար։ Կարծում եմ համաձայն կլինեք։ Ձեզնից մնում է ընդամենը ձեր կարծիքը գրել, առաջարկել ձեր տարբերակները եւ բաժանորդագրվել, քանի որ հենց հիմա մենք առաջարկում ենք առաջիկա խաղերը, որոնք շատ չեն, բայց շատ հետաքրքիր են։ Մայիսի 27-ին տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը Crystal Palace-ի եւ Rayo Vallecano-ի միջև։ 3 օր անց մայիսի 30-ին կստանանք ակումբային ֆուտբոլի գլխավոր հարցի պատասխանը՝ Paris Saint-Germain թե Arsenal Չեմպիոնների լիգայում։ Ռուսական ֆուտբոլի ավանդույթները շարունակվում են։ Մոսկվայի Սպարտակը նվաճել էր երկրի գավաթը, բոլորը ուրախ էին, իսկ թիմի ֆուտբոլիստ Պաբլո Սոլարին ուրախությունից Никто не отменял. Ой-ой-ой. Սպարտակը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր Կրասնոդարին։ Ասա ուրախանալ չգիտեիք, տայք է դոենց թող սիրուն նուրբ կանեին այդ ամեն ինչը, էլի։ Չնայած այդ երևի սովետից մնացած գավաթ էր, որը արդեն ցեցը կերել էր։ Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ Նեյմարը ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում աշխարհի առաջնության համար։ Պապա Կարլոն կատարեց Նեյի բաղձալի երազանքը եւ հրավիրեց նրան։ Իսկ մեր փխրուն ընկերը այնքան ուրախացավ, որ միանգամից վնասվածք ստացավ։ Հահա գլոբ, մի զարմացի։ Նա հենց անմիջապես հաջորդ մարզմանը վնասել է ոտքը եւ չի մասնակցի գալիք ընկերական հանդիպումներին, որպեսզի լիովին վերականգնվի։ Ես եւ Գլոբը քննարկեցինք եւ հասկացանք, որ բրազիլացու մասին առանձին վիդեո կարելի է պատրաստել, ոնց որ Ռոնալդոյի դեպքում արեցինք։ Բաժանորդագրվեք, որ հանկարծ բաց չթողնեք։
Հերթական հրաժեշտը իսպանական Լա Լիգայում։ Դանի Կարվախալը վերջին խաղն անցկացրեց մադրիդյան ակումբում։ Ցավալի է, որ այս տղու վերջին տարին հակահերոսային տրամադրություններով անցավ։ Վնասվածքներ, լարված հարաբերություններ մարզչի հետ, ասում են նույնիսկ Դանին իր հավաքական չհրավիրվելու համար մեղադրում է Արբելոային։ Ամեն դեպքում նա ակումբի սան է։ 13 տարի խաղացել է առաջին թիմում, տեսել թե լավ, թե վատ օրեր, հաղթել ու պարտվել է, նվաճել 27 տիտղոս, որոնցից 6-ը Չեմպիոնների լիգայի։ Ուղղակի բառերով բացատրելու չի այս հաջողություններն ու այս պատմությունը։ Ուղղակի պոկվում է ֆուտբոլի մի մաս ու գնում։ Խոնարհման արժանի ֆուտբոլիստ, որը դուռը շրխկացնելով փակեց Լա Լիգայի վերջին տուրում այսպիսի ֆանտաստիկ փոխանցումը։ Նրա բացակայությունը շատ կզգացվի, եթե իհարկե գնա Եվրոպայից, բայց ելի եմ կրկնում ցավալին է, որ դա այդ ամենը տեղի է ունենում անընդհատ վնասվածքների եւ ինչ-որ անիմաստ վեճերի ֆոնին։ Ռեալը հրաժեշտ տվեց նաև Դավիդ Ալաբային, իր աթոռով իհարկե, թե ինչ աթոռ է դուք շատ լավ գիտեք։ Չէ, Ֆլորենտինո Պերեսի աթոռը գողացված չէ։ Դեռ։ Ուսումնալից տեսարաններով առանձնացավ նաև Լիվերպուլը, որը ճանապարհում էր Էնդրյու Ռոբերտսոնին եւ Մոհամեդ Սալահին։ Այս երկուսն էլ իրենց հերթին հզոր Լիվերպուլի վերջին մասնիկներն են։ Նրանք գնում են ու հասկանում ենք, որ եւս մի էջ փակվեց, որի նմանը այլևս գուցե էլ չբացվի։ Ինչքան ցավալի է, որ նրանք հեռանում են ոչ որպես լավագույններ, հատկապես Սալահը, որը ուղղակի պարտավոր էր նախորդ մրցաշրջանում որպես չեմպիոն, որպես իսկական ամբողջական լեգենդ հեռանալ։ Այդպես շատ ավելի գեղեցիկ կստացվեր։ Իսկ այսպես նման տխուր մրցաշրջանից հետո գնալ ամեն ինչ մի տեսակ մի փոքր խամրում է։ Սա իմ եւ Գլոբի կարծիքն է։ Ուրախ կլինենք նաեւ կարդալ ձեր կարծիքները կոմենտներում։ Իտալիայում Ռոման եւ Կոմոն հաղթեցին Միլանին եւ Յուվենտուսին Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու պայքարում։ Իտալական գրանտերը վերջին տուրում չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին, որոնք մրցաշարային որևէ հարց չունեին լուծելու։ Միլանը չկարողացավ հաղթել Կալյարիին, որից հետո Մաքսիմիլիանո Ալեգրին հեռացվեց ակումբից։ Իսկ Յուվենտուսի մասին ընդհանրապես խոսք չկա։ Նրանք վերջին մի քանի տուրերում այնքան միավորներ կորցրեցին, որ անգամ արժի նրանց C սերիա ուղարկել։ Իսկ Գասպերինիի եւ Ֆաբրեգասի թիմերը հրաշալի խաղով գեղեցիկ հարձակվողական անպայման մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգան կզարդարեն։ Անդրես Ինիեստան վերադառնում է։ Իսպանացին դարձել է արաբական երկրորդ լիգայում հանդես եկող Գալֆ Յունայթեդի գլխավոր մարզիչը։ Նա 2024-ին ավարտելով կարիերան մնացել է Արաբական Էմիրություններում սովորել եւ ստացել մարզչական պրո լիցենզիա եւ սկսում է նոր կարիերայի փուլ։ Սա շատ սպասված եւ ցանկալի լուր է, որովհետեւ Անդրեսը այն ֆուտբոլային գործիչներից է, որը կարող է մտածել եւ ստեղծագործել ֆուտբոլային շրջանակներում։ Ես կարծում եմ, որ Անդրեսը շատ լավ մենեջեր կարող է լինել։ Սպասենք նրան Բարսայի ղեկին։ 2014, 2015, 2016, 2019, 2021, 2026 Ունայ Էմերիի 50 երանգները։ Ուրիշ ձև չի կարելի բացատրել այն ինչ անում է իսպանացին եվրոպական կառավարությամբ երկրորդ մրցաշարի հետ։ Եվրոպա լիգան սեփականաշնորհած այս մասնագետը եւս մեկ անգամ ապացուցեց, որ միջին մակարդակի թիմերի հետ նա կարող է ուղակի հրաշքներ գործել։ Աստոն Վիլան ուղակի չնկատեց Ֆրայբուրգին։ Այս կտորը որոշել ենք անվանել լոնդոնյան վայրիվերումներ, որովհետև այս քաղաքում վերջին շաբաթվա ընթացքում եղան իրադարձություններ, որոնք ուղակի տակն ու վրա արեցին ամբողջ քաղաքը։ Տոտենհեմը մնում է Պրեմիեր լիգայում։ Լոնդոնի Արսենալը դարձավ Անգլիայի չեմպիոն։ Լոնդոնի Արարատ Արմենիան նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Տենց զարմացած մի նայի գլոբ դուք էլ բա Երևանի եղանակը տեսել եք ինչ վատ Լոնդոնա որ Արարատ Արմենյանն էլ զատո Հայաստանի գավաթակիր դարձավ այն նույն օրը երբ Արսենալը դարձավ այն պարագայում երբ մրցակիցը այս դեպքում Նոան չկարողացավ հաղթել Փյունիկին իսկ Անգլիայում Մանչեսթեր Սիթին չկարողացավ հաղթել ու Արսենալը դարձավ չեմպիոն Բա այսքան նմանություններից հետո Երևանը Լոնդոն էլ չէ, անտանաներիվու էլ կլնի։ Մեր նկարանման պահին Լոնդոնում դեռ տոնակատարությունները չէին սկսվել Արսենալի հաղթանակի կապակցությամբ, դրա համար չեն կարողանում ամբողջությամբ անդրադառնալ, բայց այս պահի դրությամբ կան տվյալներ, որ ամբողջ Լոնդոնում ավելի քան 1 միլիոն զինագործ երկրպագուններ պատրաստվում են դուրս գալ փողոցներ եւ իրենց թիմի հետ տոնել պատմական այդ հաջողությունը, որը 22 տարի անց վերջապես վերադարձավ Լոնդոնի կարմիր հատված։ Վերջին անգամ Արսեն Վենգերի հետ էր դա պատահել։ Բարսելոնան Լա Լիգայի վերջին տուրում պարտվեց Վալենսիային։ Կատալոնացիները չկարողացան պահել հաղթական հաշիվը։ Լևանդովսկին էր բացել հաշիվը խփելով իր վերջին գոլը Բարսելոնայի մարզաշապիկով։ Բայց խաղընկերները շատ լիցքաթափված էին խաղում։ Գուցե չափից շատ էին խմել 2 օր առաջ։ Բարսայի չեմպիոնական ընթրիքն էր, որին Արաուխոն ներկայացրեց նոր գլուխը, իսկ Յամալը նոր ընկերուհուն, որը թեթև էր հագնվել, իսկ Յամալը կուրտկով էր, չգիտես ինչի։ Չնայած գլոբը ջոգել է։ Պաշտոնական ուտուշ խմուշից հետո տղերքը գնացել էին Bad Bunny համերգին տժալու, որտեղ Յամալը նախ ֆլիրտ էր անում ընկերուհու հետ, հետո կրքոտ պարում ու արդյունքում աղջիկը դուրը չեկավ ու զուգընկերոջը շատ արագ փոխեց։ Այսքանն ենք պատրաստել այս անգամվա համար, կխնդրեմ հավանել, եթե հավանեցիք, բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել դեռ, ամոթա, մենք այս մի տարի է արդեն հարաբերվում ենք, բայց դուք դեռ չեք բաժանորդագրվել, էդի լավ տեղ չի տանում ախպեր, էդի նշանակում է, որ դուք պես մաքուրով չեք ուզում։